Ողջույն, բարի երեկո ժողովուրդ ջան, արգանդներս բոլորիդ։ Ես խորապես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր գրանցված են իմ էջում եւ իրենց ակտիվությամբ փորձում են օգտակար լինել մեր գործունեությանը, կիսել, տարածել, ինչու ոչ չաթում պահպանում են կոռեկտությունը եւ առաջարկում եմ, որպեսզի մյուսներն էլ ովքեր կդիտեն նյութը գրանցվեն, զենգեն զանգակոճակը եւ բաժանորդագրվեն էջին, մենք այստեղ երբեմն ուսումնասիրում ենք համացանցում ինչեր կարող են տեղի ունենալ քաղաքացու տեսակետից փորձում ենք ներկայացնել իրավիճակը եւ օբյեկտիվորեն գնահատականներ տանք այս կամ այն երևույթին, մանիպուլյացիաներին եւ այլն։ Իհարկե տրամաբանության շրջանակներում ինչի հետ կարող եք համաձայն լինել կամ չլինել, այնուամենայնիվ դեր անհամաձայնությունը եթե կոռեկտ է շարադրված, մենք սիրով անդրադառնում ենք դրան նույնպես։ Եվ եթե ինչ-որ բան այնպես չէ, ապա հավատացեք, դրանով նաև սիգնալ ենք տալիս համապատասխան կառույցներին, որպեսզի տեսնեն, թե հասարակությունը ինչպես կարող է հասկանալ այս կամ այն դրույթը եւ փորձեն վերանայել իրենց գործունեությունը։ Ուրեմն, ներեցեք, մենք մի քանի թեմաների կանդրադառնանք, դա այսօր ինչ-որ ծանրաբեռնված է համացանցը Հիմնականում գիտեք Արամ Ան որոշել է ինչ-որ դասեր տալ մեզ եւ մեդիա դիրույթում հատկապես այն մարդկանց, ովքեր այդքան էլ չեն ուսումնասիրել, թե ինչ է նշանակում մեդիա մանիպուլյացիա, շարունակում են դրանց զոհը լինել։ Դեռևս կսկսենք երևի թե Արամ Ա իրեն կաթողիկոս հռչակած անձնավորությունից, ով երկար ժամանակ, կարծեմ ինքն էլ է հենց դաշնակ կամ նախկին դաշնակ, չգիտեմ ներողություն, ես հիմա նյութ է գտնեմ, հա, ձեզ համար։ Ուրեմն, ես այսօր հաղորդման շրջանակներում իհարկե անդրադարձել եմ Արամ Այի կոչին, Free News-ի մեր ազատ չփում հաղորդման շրջանակներում, դա ինձ խիստ նյարդայնացրել էր որպես քաղաքացու եւ խիստ տարակուսելի էր նրա այդպես պատկերացումն ու մոտեցումը։ Առհասարակ գիտեք ինչ, Հայաստանի վերակենդանացումը, ինքնաիշխանության կայացումը, լեգիտիմության ամրացումը եւ միջազգային հարթակներում աբուր պատշաճի ներկայանալը շատերին հանգիստ չի տալիս։ Շատերին հանգիստ չի տալիս հատկապես այն պատճառով, որ սրանք իրենց էությամբ անգղեր են, անգղներ։ Անգղը գիշատիչ թռչուն է, նրանք սնվում են հիմնականում լեշերով։ Ողջույն Գնել ջան, կխնդրեմ խոսեք arczepiskopos Միրզախանյանի մասին, որպես ապագա կաթողիկոս նրա շուրջ պատրվող խոսակցություններից։ Արտակ Հարությունյան։ Պարոն Հարությունյան ջան, շատ շնորհակալություն։ Ես եկեք այսպես անեմ, որպեսզի դատարկ խոսակցություն չստացվի, ինքս մի հատ ուսումնասիրեմ խոսքն ինչի մասին է, հետո նոր կանդրադառնամ, որովհետև անձնապես չեմ ճանաչում բնականաբար, բայց մի բան հաստատ է, եթե բացասական խոսույթ են տարածում մեզ հայտնի լրատվականները, ապա նրա հետ ամեն ինչ նորմալ է։ Ես վաղուց այդպես եմ արդեն իմ սահմանումները անում, որովհետև որոշ լրագրողների, ինչպես Ստեփան Սաֆարյանը հիանալի բնորոշում է տվել, չի կարելի վերաբերվել որպես լրագրող, այլ որպես լուսաբանող ակտիվիստ։ Դրանք բաներ չեն, լրագրողներ չեն, դրանք որոշ ուժերի գործունեությունը լուսաբանող ակտիվիստներն են։ Սա է։ Իսկ Միրզախանյանի մասով, arczepiskopos Միրզախանյանի մասով խոստանում եմ ուսումնասիրել մի փոքր նոր Իսկ ինչ վերաբերվում է կաթողիկոսի հարցին, կաթողիկոս ընտրում է ազգային ինչ որ գերագույն խորհուրդ, այդպես է կոչվում, ազգային եկեղեցական խորհուրդ։ Դա արդեն կընտրեն ինչ որ անուններ, ես չգիտեմ ինչ անուններ են շրջանառվում, ինչ չէ, իհարկե կան իմ ընկերներից, ովքեր առաջարկներ ունեն, բայց ինչ որ պետական իշխանական ճնշում այդ ուղղությամբ ես չեմ պատկերացնում։ Այնուամենայնիվ ով էլ լինի, վստահաբար պիտի գիտակցի ինչ կարա կատարվի իր հետ ու լավ կլինի ծառայի Աստծուն եւ ժողովրդին։ Բայց մի փոքր էս ասեք օսեների մասին, հա, ուրեմն այս անգղների մասին իզուր չեմ վերնագիրը այդպես դրել։ Ուրեմն, սրանց անգղները հիմնականում սնվում են լեշերով, հոտած մարմնով եւ այլն, կենթանիների հոտած մնացորդներով, լեշերով, այն ինչը որ ոչ ոք էլ չի ուտի։ Նրանք այտենց կարող են հարցակվել, ասես նստել, սպասել, նայել, թե երբ է սատկելու, որ վրա կան, երբ է թուլանալու, մարդը հիվանդանալու, մարդը չէ, առհասարակ կենթանի բոլորից է։ Շնորհակալ, խնդրեմ Արտակ ջան, ձեզ եմ շնորհակալ։ Ուրեմն սրանց ձեռ է տվել Հայաստանը այն վիճակում, որում որ հայտնվել է 99 հատկապես թվականից հետո, կամ կարող ենք սկսել 97 թվականից կամ 96-ից պալատական հեղաշրջումներից հետո, նրանք վերածել են դանդաղ տեմպերով վերածել են մեր պետությունը, պետականությունը լեշի եւ սկսել են հոշոտել նրան, հասկանում եք։ Հիմա սոված են մնացել։ Արդեն 25 թվականն է, իրենք չեն կարողանում ոչինչ անել,
իրենց պատկերացրած մեթոդները, իրենց թողած մետաստազները կառավարման այս կամ այն համակարգում չեն կարողանում ոչինչ անել ժողովրդի դեմ կամ իրենց անձնական շահի օգտին միայն, այդ պատճառով բնականաբար պիտի գտնեն մեղավորներ, մեղավորը մենք բոլորս ենք։ Ուրեմն Գնել ջան, արդեն ասում ես վախեցած է, հենա KGB-ի կենթանիներից չլինի։ Կլինեն, ինչ իմանաս։ Հիմի հերթով կգամ, որովհետև այստեղ միայն եկեղեցու հարցը չի, եւ մեր պետականության մասով, եւ մեր բանակի մասով նույնպես ինչու ոչ։ Հերթով անդրադառնանք այդ տեսակը մենտալիտետներ կան, որոնք որ իրենք իրենցով արդեն անգղային, հա, լեշակերի մտածողություն են, ու ցավոք շարունակում են իրենց գործունեությունը։ Աշխարհի բոլոր երկրներում երևի թե կան, բայց մեր պարագայում մենք պիտի չափազանց զգուշ լինենք, որովհետև մեր աշխարհագրական դիրքը, մեր քանակությունը, մեր երկրի պետության չափսերը այնպեսին են, որ մենք հայերս մեր մենտալիտետով այնպեսին ենք, որ մենք կարող ենք այդ ամեն ինչի դիմաց պատշարել, իհարկե բարոյական նորմերից ելնելով։ Իսկ բարոյական նորմերի բանը բարձրացումը կամ կատարելագործումը հիմնականում հենց հավատքն է, եկեղեցին է։ Հիմա տեսեք, Արաման արել էր արտահայտություն, իշխանություններին կոչ էր անում հեռու մնալ եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից։ Արամ այս ծերուկ սրիկան, ով բավականին ազդեցիկ էր մի ժամանակ խոսում, ու շատ մարդիկ ասում են, բայց ինչի ինքը չի մեր կաթոլիկոսը։ Տեսեք, մենք չգիտես ինչի շարունակում ենք լսել միայն ականջներով, էլի։ Մեզ վրա, եթե լավ հռետոր է, եթե խելացի բաներ է խոսում, ON, վերջացավ, միանգամից արդեն բան ենք անում։ Բայց պետք է մի քիչ ուշադիր լինել ու հետևողական լինել, որովհետև ի՞նչ է նշանակում Արամ կաթողիկոս։ Ինչ է նշանակում։ Նախ Արաման ով է որ կոչ անի հայաստանյան իշխանություններին, Արամ կտրիչ Ներսիսյանի հետ հանդերձ լավ կանեին, կոչ անեին Ռուսաստանին, որպեսզի նրանց խաղաղապահները ավելի զգոն լինեն, որովհետև Արցախի վրա հարձակում է եղել եւ ժողովուրդը ըստ էության էթնիկ զտման է ենթարկվում։ Ընդ որում այդ Արցախը այդ ժամանակ հստակորեն ամբողջովին գտնվում էր նրանց վերահսկողության տակ ռուս խաղաղապահների պարտավորությունների գոտում։ Ընդ որում այդ նույն ռուս խաղաղապահների ընտրությանը կանգնել էին բոլոր կողմերը միասին։ Այսինքն ոչ մեկ առանձին չէր որոշել որ, բայց այդ որոշիչ դեր էր խաղացել նաև Արցախյան ղեկավար կազմի կողմից արած հայտարարությունները։ Այնպես որ հա ինչ անենք հանդիպել էր Հռոմի Պապը այնքան մարդկանց է հանդիպում հոգևոր առաջնորդների եւ այլն։ Տեսեք ոնց է ժողովուրդ ջան։ Ժողովուրդը ընտրում է կաթողիկոս, ամբողջ ժողովուրդը չի մասնակցում։ Իհարկե ժողովրդի ներկայացուցիչները ընտրում են կաթողիկոս։ Այդ ժողովրդի ներկայացած ընտրած կաթողիկոսը ընդունելի է մնացածների կողմից։ Լավն է, վատն է, պիտի հետը հաշվի նստի։ Հասկանում եք, դա հեչ էական չի, թե Հռոմի Պապը նրան ընդունել էր, թե չէր ընդունել, կամ էթիկայի նորմերից ելնելով հայրապետի անունը հնչեցրել էր, թե չէ, հիմա էլ այդն չէ շատ տարածում։ Ոսեք Հռոմի Պապը ինչ գործ ունի մեր եկեղեցական թեմաների հետ։ Գործ ունի, դրա համար ինքը իրեն պայել այնպես, ինչպես Հռոմի Պապը պիտի պայել, այսինքն այդտեղ ոչ մեկ չի կարող զուգ բռնի, էլի։ Հիմա սա դուրս է եկել հայաստանյան իշխանություններին կոչ անում եկեղեցին պառակտելու ազգակործան, եկեղեցին վաղուց է պառակտած։ Հիմա ես կկարդամ ձեզ համար Միքայել Միքայելյանի գրառումը շատ դիպուկ է ասված, հա։ Առհասարակ ես այս վերջի շրջանում այս թեմային անդրադարձել եմ, այսօրվա հաղորդմանը էի անդրադարձել մինչև սա կարդալը, իսկ սա ավելի դիպուկ է։ Տեսեք, մենակ մենք հայերս կարող ենք ունենալ առնվազն 2 կաթողիկոս, կարող ենք Հայաստանի Հանրապետության ներսում բացի բուն Հայաստանի Հանրապետության կառավարությունը ունենալ եւս 2 կառավարություն, ինչ որ չգիտես ինչ անող, մեկը Արևմտյան Հայաստանի կառավարությունը, մյուսը Արցախի կառավարությունը, դից իրանց պատկերացումով գոյություն ունեն։ Ունենանք առնվազն 123 կուսակցություն, մի խոսքով, ու այս ամեն ինչի մեջ նստենք, ասենք, արա, բայց մենք խի ենք sense պառակտված։ Լուրջ եք խոսում։ Լուրջ եք խոսում։ Տեսեք, հիմա պառակտման մասին։ Հոգևոր պառակտիչ գործունեություններ տեղի ունեցան 1439 թվականին, երբ Կոստանտին Զ. Վահկացի կաթողիկոսը պատվիրակություն ուղարկեց Ֆլորենցիայի տիեզերական ժողովին մասնակցելու, որպեսզի տեղի ունենար հայ եւ կաթոլիկ եկեղեցիների միավորում։ Կոստանտին Զ. Վահկացու ուղարկած պատվիրակությունը Հռոմի Պապի ներկայությամբ ընդունում է կաթոլիկություն, սակայն մինչև նրանք կվերադառնային Կիլիկիա, կաթողիկոսին թունավորում եւ սպանում են։ Այս որոշումը կտրականապես մերժվում է Հայաստանի հոգևորականների կողմից եւ դիմում են նորընտիր կաթողիկոս Գրիգոր Თ. Մուսաբեկյանցին կաթողիկոսական աթոռը տեղափոխել Մայր աթոռ Սուրբ Էջմիածին։ Սակայն կաթողիկոսի մերժումը ստանալուց հետո 1441 թվականին Էջմիածնում հրավիրված ազգային եկեղեցական ժողովը որոշեց կաթողիկոսարանը Կիլիկիայից տեղափոխել Էջմիածին եւ ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Կիրակոս Վիրապետին 1441-1443։ Կարապետ եպիսկոպոս Եվդոկացին ստանալով Եգիպտոսի սուլթան Աբու Սաիդ Չակմակի համաձայնությունը, Կիլիկիան այդ ժամանակ ենթարկվում էր Եգիպտոսի, Գրիգոր Თ. Մուսաբեկյանից կաթողիկոսի մահից հետո իրեն հռչակում է հայոց կաթողիկոս, փաստացի հիմնելով հակաթոռ կաթողիկոսություն, եւ այսպես ստեղծվեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։
Հասկանում եք։ Հակաթորեն ստեղծել, պարակտել են, 2.5 են եղել, ու հիմա եկել են, հայտարարում են եկեղեցին մի պարակտեք։ Եկեղեցին դուք պարակտել եք։ Դուք ասելով լավ թող լինի, այս ամեն ինչը տեղի ունեցած 15-րդ դարում, բայց ի՞նչն է Արամ Ա կաթողիկոսին օրինակ խանգարում, որ ընդունի, որ մենք պետք է ունենանք մեկ կաթողիկոս եւ այդ կապրիզները դնեն մի կողմ։ Օրինակ, ի՞նչն է խանգարում։ Եթե խոսում եք եկեղեցու պարակտումից։ Կամ դու ով ես, որ խոսում ես, ասենք դու հայաստանյան իշխանությունների ինչ գործ ունես։ Դու ով ես։ Դու մաքսիմում կրկնում եմ այսօրվա իմ ասածը, կարող ես խնդրել, որ քեզ էթիկայից ելնելով կամ կդիմավորեն կամ չեն դիմավորի, կամ կընդունեն կամ չեն ընդունի։ Դու ով ես։ Ես ունեմ շատ տեսանյութներ եւ եթե մի քիչ ջղայնանամ կարող եմ փնտրել եւ գտնել, որից ուղարկում էին իմ ընկերները Messenger հավելվածով, թե ինչ է նոյեմբերի 9-ից հետո, թե ինչ է կատարվում այն եկեղեցիներում, որոնք որ Արամ Այի բանի տակ են, կուրացիայի տակ են, նույն բանը ինչ որ կտրիչի թիմներ անում։ Այսինքն պատարակի ժամանակ սփյուռքահայությունը, ասենք տվյալ վայրի բնակչությունը, հայ բնակչությունը հավաքվում են պատարակից հետո սկսում էին քարոզը Հայաստանի դեմ, այո, Հայաստանի դեմ։ Ես չեմ ասի թե Հայաստանի իշխանությունների, այո, իշխանությունների դեմ էր, բայց դա վնասում էր Հայաստանին, որովհետև ցանկացած գիտակից մարդ, իսկ նրանց ասել տոպոյի մի քիչ չգիտեմ ինչքանով ճիշտ կլինի, ցանկացած գիտակից մարդ շատ լավ հասկանում է, որ պարտված վիճակում, պարտված դիրքերում հրադադարի գնացած պետության ներսում, ներքաղաքական հեղաշրջում, ռազմական հեղաշրջում, չգիտեմ ինչ հեղաշրջումներ, սրա փորձը առնվազն տվյալ երկրի տապալումն է ենթադրում։ Հասկանում եք։ Անգամ ես կարող եմ ձեզ օրինակ բերել հենց Ռոբերտ Քոչարյանից, ով ինքը զբաղված էր Հայաստանում այդ բանը անելով։ Ռոբերտ Քոչարյանը մի օր լեզվից թրծրեց, բերնից թրծրեց, չեմ հիշում, որ հանդիպումներից մեկի ժամանակ էր, նա որ սիրում է իբր խելացի խոսալ, այս ձեռքի շարժումով։ Ինչպես ասում է, ձեռքը որ վրայից վերսս չի մանա ինչ խոսա։ Բանա, ասած մենք առաջին Արցախյան պատերազմում հաղթեցինք, հաղթանակ չի արձանագրվել, բայց հաղթական հրադադար եղավ։ Հաղթեցինք, որովհետև նաև այն պատճառով, որ Բաքվում շուտ-շուտ իշխանություն էր փոխվում եւ այնտեղ ներքաղաքական ճգնաժամ կար։ Այսքան բանը իրենք շատ լավ գիտեն, շատ լավ։ Բա ինչի համար եք ուզում շատ փխրուն հրադադարի պայմաններում իշխանություն փոխեք Հայաստանի ներսում, ընդ որում հարցը իշխանություն փոխել չփոխելը չի։ Ընդ որում առանց ինչ որ բան առաջարկելու, ասենք ժողովրդին դուք ոչինչ չեք առաջարկում։ Ընդհանրեն ուզում եք դուք լինեիք իշխանություն, ասում եք լավ։ Հիշում եք այդ հարցադրումները, ասում ենք լավ, որ դուք ընտրվում եք, որ դուք եք դառնում իշխանություն։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ինչ եք անում։ Ասում ենք ոչ մի բան։ Ասում ենք լավ, ո՞րն է լինում ձեր ռազմավարական ինչ ծրագիր ունեք։ Ասում եք թող գնան մենք կանենք, ինչ որ կանենք։ Սա է եղել։ Սա է եղել։ Ես մեջբերում եմ իրանց։ Եթե կան, օրինակ, ստեղ հիմա մեկը հələ չջնջես Արմենե ջան։ Գրել, լավ ջնջեց արդեն։ Գրել է խփնված է, էլի մտավ եթե։ Հիմի տիկին ես, պարոն ես, նո ամենայն դեպս խփնված ես այդ հաստատ։ Տիկին կամ պարոն խփնված ջան։ Օրինակ, իմ ասածների տրամաբանությանը ինչ որ հակառակ տրամաբանություն կարող ես բերել։ Մարդը ինչ պիտի հասկանա, երբ որ դիմացինը ասում է իր բերանով, ես հիմա Նիկոլ չեմ պաշտպանում, չէ՞։ Ես ասում եմ Քոչարյանը, իր բերանով սա էր ասում։ Շատերն են էլի մտնում ստեղ Նիկոլը, իսկ շատ իրաք են Նիկոլի անուն տալիս։ Հետո ես դառնում եմ որ ես եմ պաշտպանում։ Կա չնայած որ ես կարամ պաշտպանեմ, կարամ չէ, դա իմ անձնական գործն է։ Սա է տրամաբանությունը, որը այս են սկզբունքային դուրրակներն ու ապուշները կապած չեն ուզում հասկանալ։ Հիմա Հայաստանում դուք 20 թվականի նոյեմբերի 9-ից սկսած օգտագործելով եկեղեցիների հանրային այդ վայրը ձեր հանրային ազդեցությունը եւ այլն, փորձել եք քաղաքական կամ ռազմական հեղաշրջումներ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում։ Պարակտել ամեն։ Հիմա դուք ով եք, որ գա կոչեր անեք, չգիտեմ եկեղեցին պարակտելու մասին բաներ խոսեք։ Որ եկեղեցին։ Որ եկեղեցին, Արամ Ա, որ եկեղեցին։ Այն եկեղեցին, որտեղից արդեն 4 սրբազան արդեն կա փակված, ու ինձ թվում է, որ դա դեռ սկիզբն է։ Ընդ որում բոլորը փակված են կոնկրետ հանցագործության բաներով, գործերով։ Գնում է դատամ, իհարկե անմեղության կարգավարկած է եկեք հաշվի առնենք, բայց նաև հաշվի առնենք, որ խոստովանություններ կան եւ այլն։ Դա վճռի ուրիշ պարագայի մասին է, էլի, դες շատ մի ասեք անմեղության կարգավարկած, չի նշանակելու թե նրանք անմեղ են, կարող եք հանգիստ լինել։ Այդ նույն ձևով դուք կարող եք մեղավորության կարգավարկածը ընկալել, ոչ թե հենց կտրիչը իջնի այրոպորտ, ասի ապօրինաբար ձերբակալել են բանին, արշակին։ Ասեք կտրիչ դու ով ես որ պետության բանը իրավապահ մարմինների գործունեությունը դնում ես կասկածի տակ։ Դու ով ես։ Ո՞ց կարաս տենց կոչ անես, դու ով ես։ Հետո ասենք եք ասում կագեբեժնիկ, բա ինչ ասենք։ Բա դու ո՞ց կարաս պետության իրավապահ մարմինների գործունեությունը դնես կասկածի տակ։
Երբ որ ասենք ինչ են անում օրինապահ մարմինները, կոնկրետ մեղադրանքով եւ խոստովանական ցուցմունքներով նաեւ վերցել տարել են։ Ի՞նչն է անօրինական, դու ինչ կանեիր։ Ախպեր հիմա պիտի հիմարություն գրենք, որ ուշադրություն դարձնես, երևի հարցեր ունեմ, գրած պատասխան իմանանք ինչ հետագայի պատկերացում ունեք։ Վարդան ջան, դու միշտ չեմ բացում եթերը, որ մենակ մեկնաբանությունները նայեմ, արի մի նեղացի ցավը տան։ Լին բանալինում աշխովս ընկնում, բանալինում աշխովս չի ընկնում։ Ահա, գնել ջան, այն մյուս էֆիրիտ հարցեր է գրել, ստեղ էլ գրեմ, ով է ընտրելու կամ նշանակելու նոր կաթողիկոս, ով է առաջադրելու ընտրությունը կամ նշանակումը ոնց է իրականացվելու։ Այս հարցի մասին է խոսքը։ Նայ, Վարդան ջան, ես ասել եմ բազմիցս երևի դու ուշադիր չես եղել։ Կարող է հենց քո բանին չեմ հարցին չեմ պատասխանել, բայց միտքը ասել եմ։ Առհասարակ կաթողիկոս ընտրվում են թե ամեն թեմից ներկայացուցիչներ են գալիս, ընդ որում թե եկեղեցականներ եւ թե քաղաքացիներ, որոնք որ հարգանք պատիվ են վայելում տվյալ թեմում եւ այլն։ Վրոձիբի էլիտան էր պատկերացրած։ Մոտ եթե չեմ սխալվում 2000-2500 անդամ է լինում, սա ես սենց հա սխոդու ասեմ, բայց խոստանում եմ որ ավելի խորքան, եթե հարցը շատ տեսնում եմ ոնց որ հետաքրքիր է, ապա ավելի կոնկրետ օրենքով կետերով սա բանկանը։ Ու ովքեր որ առաջադրվում են, այդ առաջադրվածների մեջ ընտրություն է գնում։ Այս 2500 հոգին ընտրում են առաջադրված տեխնացուների միջև։ 2-ը կլինեն, 3-ը կլինեն, 5-ը կլինեն, չի դու։ Ով շատ ձներ է հավաքում, այնտեղ կլինեն կանոնակարգեր, նա դառնում է կաթողիկոս։ Սենց անտրվում կաթողիկոսը, вообще-то։ Հիմա չգիտեմ, ամեն դեպքում, քանի որ գնում է նաև նորոգման process, կարծում եմ, որ հնարավոր է այդ կանոնագրքի հետ որոշակի փոփոխություններ կարող է դնել կոպիտ բառ օգտագործում ԺՊ, հա, որոշակի փոփոխություններ կանոնադրական անեն, հետո նոր առաջ շարժվեն։ Պալյուբոմու ինչ էլ անեն, պիտի անեն հանուն եկեղեցու։ Ու ով կլինի կաթողիկոս էլ եմ ասում, դա մեկով չի որոշվում ու ամբողջ ժողովուրդը չի մասնակցում ընտրություններին։ Խոսքով սենց այլ ներկայանում են։ Հուսա մոտավոր գոնե կարողացա պատասխանել, մնացածն էլ ավելի կոնկրետ կճշտեմ կասեմ։ Հատկապես ես կարող եմ նաև ժամը ուշ է, թե չէ կզանգեի կհարցնեի մեր քահանաներից որևիցե մեկին։ Բայց քանի որ վերնագիրը ենթադրում է գիշատիշ անգղերի առհասարակ մասին, ես չեմ ուզում կենտրոնանանք մեքսրիկայի մասին։ Ես բան Արամայի վերաբերյալ երկու բառ ասել եմ, այսօր բանում Free-News-ի ազատչփում հաղորդման ընթացքում էլ անդրադարձել եմ, կարող եք դա դիտել, այնտեղ ամբողջովին դա է։ Ես այստեղ ուզում եմ մի փոքր ավելի բացվել։ Օրինակ մի քիչ առաջ նայում էի լուրերը հանրայինի եթերում, չգիտեմ ովքեր են դիտում, ովքեր ոչ։ Ու ինչ է, մի զորամասի հրամանատար Պարսկաստանից պապիրոզ անցկացրել մեծ հսկայական քանակությամբ ինչ որ պայմանավորվածություններ եւ այլն բռնել են մաքսանենգության վրա։ Բնականաբար այդ սիգարետը վաճառվելու էր զինվորների վրա առաջին հերթին, ներքին կարգով։ Այս սրանք այս տեսակը հենց այդ անգղները։ Կապ չունի անունը Արամ կաթողիկոսը, զորամասի հրամանատարը, թե ինքը իրանից ինչացու է։ Հիմա ես ձեզ մի երկու բառ պատմեմ, օրինակ, հա, շատ խոսում են գերիներից Բաքվում, այս քաղաքական վերնախավը եւ այլն։ Մեն հայրենիքի համար կուրծք ծեծող Գեղամ Մանուկյանի եղբայրը, ով նույնպես գերեվարված է։ Գերության մեջ շատ բան չեմ անի, բայց մի երկու պատմություն կա կապված, թե ոնց է զինվորականներին դասավորել, որ փող հավաքեն, ու ով չի հավաքել, ինչեր ա եղել, եւ այլն, եւ այլն։ Հիմա մեկը ինձ ասեք, ով պիտի բռներ այդ մարդուն։ Սա բանակի կայացման համար է եղել Արցախում առաջնագիծ պահող զորամաս։ Ընդ որում ես զինվորական գիտեմ, ում գլխին սարքել են 9 ամիս Շուշիում նստացրել են, հենց նրա համար, մենակ նրա համար, որ ինքը Գեղամի աղբորը, ով զորամասի հրամանատարն է, չի ենթարկվել ու ջահելներից, զինվորներից փող չի հավաքել։ Ու սա եղել է համատարած, ու քանի որ եղել է համատարած, ոչ մեկ չէր կարող բռնել, որտեղ այդ բռնողը նույնպես ինչ որ բանի մեջ է։ Այն վերահսկողը նույնպես ինչ որ բանի մեջ է։ Դու բոլորը ինչ որ բաների մեջ են ու բոլորը հատկատ են տալիս ղեկավարին։ Ամենավերևում նստած էր Սերժը, դրանից առաջ Քոչարյանը եւ այլն։ Հասկանում եք, սա բաներ կա։ Սրանք անգաններն են, ում հետ պետք չի որ Հայաստանը դառնա օրինական երկիր, որովհետեւ օրինական երկիր դառնալու պարագայում իրանք ստիպված են լինելու աշխատեն, գանտուն, գնան գործի, գանտուն, մեզ նման, բոլորից նման։ Մեկի աշխատավարձը կլինի 150,000, մեկինը 300, մեկինը 700-800։ Իմիջայլոց այդ զինվորականը, որ ինձ հետ խոսում է, զրուցում էինք վերջերս, նա 800,000 դրամ աշխատավարձ է ստանում։ 800,000 դրամ։ Ու հետ գեներալ չէր։ Մայոր էլ չէր, անգամ, սենց ասեմ, հա։ Անցել էր այդ որակավորման բոլոր փուլերը 800,000 աշխատավարձ էր մարդը ստանում։ Ասում են ժամանակ ինչքան է ստացել Ղարաբաղում ծառայելով 170,000։ Ընդ որում տան վարձը իրանք պիտի տային, մի հատ ասում է տուն էինք վարձել, մի քանի տղով մնում էինք այդտեղ։ Ահա, սրանց պահած հայրենիքը, որ մեռնում են այդ հայրենիքի համար, խնդրեմ։
Սրանք այդ անգղներն են։ Նույն, ասենք, ու ասեմ, ու էլ ասես նույնն են։ Եստեղ մի, հա, իրենք գնում են Գորշ գայլերի, ես դա վաղուց էի հրապարակել, հիմա նորից տարածվում է այդ ֆոտոն, բայց վաղուց մի քանի տարի առաջ ես հրապարակել էի դա։ Ուրեմն Գորշ գայլ, իմիջայլոց հեսա ինձ մոտ է հիշողություն բերել է, ինձ մոտ է բերել հիշողություն նաև։ Ուրեմն Գորշ գայլերի առաջնորդն է, ինձ մոտ հիշողությունը բերած եղել մեկը կիսվել է։ Առաջնորդներից է, այ էսի, ես գլխարկով։ Երևանում եմ որ սա ու սաղ դուրը հիշում եք այդ օրերը որ բոլորը թափվել էին դուրս։ Բայց ինչ կանում եկել են Գորշ գայլերի նշանն են տալիս։ Իսկ այս նկարում, արդեն ներքևի նկարում, այդ նույն Գորշ գայլերի առաջնորդը Եզրասի հետ։ Այստեղ Տիգրան Սարգսյանի հետ։ Հասկանում եք։ Այսինքն այդ զգացմունքային թեմաներով իրանք պետք է մեզ ընդամենը մենակ բորբոքեն։ Ինչ են ասում։ Մի պահաշկովս ընկավ Աշոտյանը հերթական բլթոցներ կապել։ Ասում է հույսը բանակի վրա չեն ուզում դնեն։ Բոլորը 30 տարի հույսները դրել են բանակի վրա, որ լավ ինչ քակ ուտենք, մեկը մեր զինվորը մեռնում իր կյանքին եկեք էս կենացը մի հատ խմենք, հետո նոր գնանք էլի քակել ուտելու։ Մեր զինվորի կյանքին մեռնեն, այդ զինվորը սարից զինվորն է։ Բայց ախպեր ջան, կարանք իմանանք, խիկ ամեն ինչի հույսը կապում բանի հետ, զինվորի հետ, ու դուք ինչ ուզում անում։ Չի կարելի։ Իսկ այսօրվա իշխանությունը ինչ ասում։ Ասում է զինվորին ամենավերջում պիտի գործը հասնի։ Վերջին տեղում է զինվորի գործը։ Եվ ճիշտ է ասում։ Մինչև զինվորը դու պիտի տնտեսություն զարգացնես։ Դու պիտի արտաքին դիվանագիտություն զարգացնես։ Ներքին քաղաքական դաշտը պիտի բան լինի, ապահով լինի։ Հազարդ բան կա անելու։ Այդ սա դու արա, ու եթե այդքանից հետո էլի քո վրա հարցակում կլինի, այդ ժամանակ զինվորը կգործի, բայց դու այն սա արա։ Մորդ, արգիշ տենտերպայզ, մորդ, տուն ունես, մեր ունես, գնաս, իրոն իր այդ դրսևորվի։ Ուրեմն, հիմա գամ մանիպուլյացիոն դաշտին, տեսեք, ես չեմ դադարելու ժամանակ առ ժամանակ սրա մասին խոսել, ժամանակ առ ժամանակ, որովհետև ես մեկ էր կմնամ, ես ինքս հասկանում, հետո մեկնաբանություններ եմ տենում, իմ ֆակտի դուրն եմ ասում, ժողովուրդ ջան, նայեք, օրինակ, հա, էջա, որը ձեր մոտ բերելու է, որովհետև ռեկլամ մեսեջը միացրած է, դուք էլ եթե մի հատ կենտրոնացաք, բերելու է, ես իմի ցույց եմ տալիս ու բլոկեմ, որպեսզի ինձ մոտ էլ չբերի, դուք նույնը կարող եք անել, երբ որ ձեր մոտ բերում։ Էջա, միասնական Հայաստան, բազմաթիվ հազարավոր էջերից մեկը, միասնական Հայաստան։ Դրած է մի հատ, չգիտեմ ինչ զինվորի նկար, ամենայն դեպս AI-ով է երևի նկարը ամենայն հավանականությամբ, սա հայ զինվոր չի կարա լինի, ոչ նրա հագուստը, ոչ ինքը իրանով, բան չի։ Ու վերնագիր է դրած, հետաքրքիր է, քանի մարդ կշնորհավորի ինձ ու երջանկություն կմաղթի։ Հասկացու՞մ, սենց բան է։ Այսպես մի հատ նկար է, որից մենք ուշաթափվում ենք, ու տենց բան է գրած, այս վերևում, հետաքրքիր, չի մնում է, որ դուք տեսնեք։ Քանի մարդ ինձ կշնորհավորի ու երջանկություն կմաղթի։ Ու նայում եմ 2700 լայք, 366 մեկնաբանություն։ Մտել են մորքուրները, սրտիկներով, բարի ծառայություն, առողջ ու անփորձանք տուն վերադառնաց, արհեստական բանականությամբ կերպարա, հայի հետ կապ չունի, կարող ադրբեջանցու հետ կապ ունենա։ Ու դες, այսինքն, այնպես բան են դրել, որ մենք լինելով զգացմունքային, իրենք շատ լավ գիտեն, ինչ դնենք, որ շատ լայքեր ունենա, որովհետև ինչքան լայքերը, տարածումները, կոմենտները շատ են լինում, այնքան էջը ակտիվանում է, ճիշտ է։ Այնքան կարան դրանից հետո ինչ մանիպուլյացիա ուզեն տարածեն։ Սկզբում այսպես բաներով ձեզ դարձնում են իրենց հետևորդը։ Դուք չեք էլ պատկերացնում, պարտադիր չի իրանց մոտ բաժանորդ դնել։ Մի վարքան հեռացա կանգնացիք, շարունակեցիք, արդեն ինքը ալգորիթմը սկսում է բան անել, աշխատել։ Հիմա մեկնաբանությունն ամեն, շնորհավոր զինվոր բալա, ուրախ ու բարի ծառայություն քեզ ընկեր զինվորների հետ միասին։ Մորկու ջան, Սվետլանա Սարգսյան ջան, չկա սենց բան։ Չկա, չի կարելի էս կա։ Բարի ծառայություն Աստված պահապան։ Ուստա մեկը ֆայմել է Անուշ Վասիլի Աթաջանյան։ Գրել է, բայց սա իրական մարդ չի, արհեստական բանականությամբ սարկած նկար է, ու 1300 սրտիկով այդ պայն 1300 է երևի եղել։ Մալացես, Անուշ Վասիլի Աթաջանյան։ Բերել որ մենակ է, անփորձանք ծառայություն, այնտեղ մեկը առհասարակ գրել էր, ինչա մեր զինվորների վիճակը։ Հիմա հարցը ազդում է ներ հասարակական բանի վրա, ենթագիտակցության վրա, թե չի ազդում։ Իհարկե ազդում է։ Ինչպես է ազդում, իհարկե բացասական։ Իհարկե բացասական։ Ստեղ նայեք, թե երթում եմ հələ Աստված ջան, պես պաշտպանես մեր տան ճորակներին, ամեն։ Ջերմ շնորհավորակներ, բայց ինչի արդիվ։ Ինչի արդիվ։ Վայ, այսպեսի գանձերին միայն երջանկություն բառը ասել է քիչ։ Ու գիտեք թե խնդիրը որն է։ Այս բոլոր մարդիկ Հիսուսի նկար են դրել են։ Ահա Վարդուհի Օքանջանյան, արհեստական բանականացած տեսած պատկեր, ոչ հայկական, շնորհակալություն քեզ Վարդուհի։ Գիտեք, սրանով ազդում են մեր
տրամադրությունների վրա եւ սրանով ցույց են տալիս, որ իրանք գիտեն մեր թուլությունները։ Այո, մենք հատուկ ընդգծված թուլություն ունենք զինվոր բառի հանդեպ։ Եվ զինվորի հանդեպ։ Միայն չլսենք զինվոր որ ու այսպես ձեզ կլանում են։ Հեսա ես ձեզ ցույց կտամ թե ոնց է դա տեղի ունենում ավելի մանրամասն։ Մի խոսքով 300 մեկնաբանություն է այստեղ բոլորը ամեն սրտիկներ եւ այլն։ Հետո հերթական անգամ եմ ցույց տալիս, կտստում ենք վրան, որպեսզի հասկանանք սա ինչ էջա, չէ՞, ասենք, որովհետեւ այո, կան էջեր, որոնք կարող են լավ ծառայություն մատուցել հանրությանը։ Օրինակ մեր հանրային օրակարգի պաշտպանություն հասարակ կազմակերպությունը նույնպես ունի իր էջը։ Եվ այնտեղ գոյություն ունի հետադարձ կապը, որովհետև եթե դու հետադարձ կապը չես պաշտպանում հասարակության հետ, եթե դու էջ ես, դու պիտի քո հետադարձ բան ունենաս, անունն էլ միասնական Հայաստան։ Պիտի ունենաս հետադարձ կապը, որ եթե ինչ որ բան մարդը կարողանա քեզ հետ կապվի, չէ՞։ Ասես մի հատ մտնենք ինֆորմացիա ունենանք այս մարդուց։ Իհարկե։ Հեռախոսահամարի դաշտը պիտի լրացված լինի, որ ընդունվի Facebook-ի կողմից։ Լրացված է 010 ու 0-ներ։ Չկա sense հեռախոսահամար։ Մեյլը մի մարդու մեյլը 17 թվականին բացած էջը բացվել է 20 թվականի հոկտեմբերի 2-ին։ Սա աշխատել է մեր բոլորիս դեմ։ Հիմա մի երկու բան ցույց տամ, հետո ավելի խորը գնանք։ Թերթում ենք, ասում ենք, տեսնենք լավ, այս էջը հələ ինչով է զբաղվում։ Այն որ օրվա մեջ զբաղված են լինում, նաև sense բաներով են զբաղված լինում։ Գրածա, այսօր ժամը 17:30-ին ես հայր դարձա։ Մենք ոչ ոք չունենք, որ մեզ շնորհավորի։ Թող օրհնվեն բոլոր նրանք, ովքեր մեզ լավագույն մաղթանքներն են ուղարկում։ Սա մի հատ նկար է դրած արհեստական բանականությամբ։ Սա մարդ գոյություն չունի։ Մենք ոչ ոք չունենք մեզ շնորհավորող, մարդ 4 երեխա ունենա շնորհավորող չունենա։ Մենակ այդ նկարը դնես բան չգրես, արդեն կլսեն, բայց քանի որ իրենք գիտեն մեր զգացմունքները, փորձում են դրա վրա խաղալ։ Հիմա ով տեսնի մի հատ կմտնի, չէ՞ ասի դե շնորհավոր, լավ դե մարդ երեխա ունեցել։ Ու տեսնում եք, գնաց, այս մարդիկ բոլորը արդեն զոհն են SAG-ի։ Արդեն SAG-ի զոհն են բոլորը։ Կարդացել են, հուզվել են, մտել են, առանց հասկանալու։ Մի քիչ ենք իջնում ներքև, ու ինչ ենք տեսնում։ Մանուկյան Էդմոնին են իրենք կիսել, բայց քանի որ Էդմոնին դիտող եւ լայքող կատամենը 9 հոգի, էջը էլի է պետք ակտիվացնել ուրեմն պետք է զինվորից հետո ինչ գցել, վերնագրերով վերջին հրաժեշտը ճանաչված բժշկին, արդեն հետքերը ինձ ցանոթ տեղատանում։ Շատ ջանասիրաբար աշխատեց այս սիրուն նապաստակը պատրաստելու համար, բայց ցավոք այն աննկատ մնաց։ Իբր նամակատարի մտեք լայք եք, սա չկա AI-ով սարքած արհեստական բանականությամբ։ Դրած ասես բան, այս երեխու նկարն է դրած, իբր լացում է տորթը ձեռը։ Մենք մի անգամ վատացան, կարանք վատանանք։ Ինչ ա գրած, ես որբ եմ եւ այսօր իմ 5-րդ ծննդյան օրն է։ Մեն ձեր օրհնությունն եմ խնդրում, որպեսզի ինձ միայնակ չզգամ։ Արա 253 հոգի մտել օրհնելը։ 253 հոգի կախվել է կրուճոկից։ Տեսեք մեր մեդիա գրագիտության պակաս այդ գիտությունը ինչի կարա հանգեցնի։ Եթե հանկարծ տնից տեղից հեռու, իսկ այդպիսի բաներ շատ են եղել։ Սկսվի լայնամասշտաբ հարձակում։ Ու այս էջը մի հիմար նյութ հրապարակի, դուք դա տեսնելու եք ու ընկնելու եք ազդեցության տակ, հասկանում եք թե չէ։ Ոնց չեք կարողանում ըմբռնել այս տարական, մեկ էլ նայում եք, պարզվում է, որ հեծը շատ լավ է կառավարվել, տարել բանի օրոք, Սամվել Կարապետյանի օրոք։ Հասկանում ենք, շատ են քամին որտեղից է փչում։ Հետո տեսնում ենք Բորիս Մուրազին, ըստ մի հատ ոքի վերնագիր չկա, մարդը ոչ որպա, ոչ իրան շնորհավորող է պետք, չկա հանկարծ։ Բայց մեկ է սա ենք տեսնում էլի 3 երեխա է ունեցել, այստեղ երկու տատիկ պապիկ են 99-101 տարեկան, հետո դարձ Արեգ Մարուկյան, այսական 12 լայք շնորհավորում ենք, առաջ խաղացումը սկսում է երևալ, հասկանում եք թե չէ։ Ու այսպես շարունակ, այնպեսի վերնագրերով նյութեր, որ հանգչիր խաղությամբ Ելենա Բարիսենկոյի նկարն է, բայց հետո գրածա որ Բարիսենկոն ինչ որ լուր է հայտնել, բայց մենք գնում ենք այդ ազդեցության տակ, մի խոսքով Կոբրան դուրս է սողացել Բեռնախցից ու սպանել 5 ուղևորի։ Ինչ ճակատարվել, մտնում եք մեջը բացում, դա եղել է, չգիտեմ, որ երկրում ինչ որ բան կամ եղել կամ չի եղել։ Այստեղ այսօր ծնվեցին փոքրիկ, ես նրա հայրը հեռացել է մեզանից, նայեք ինչպիսի խոսք է, ինչ նյութեր, որ միանգամից կշարժի մեր զգացում։ Սա KGB-ի գործն է միջայլոց, որովհետև նրանք ուսումնասիրած ունեն ու շատ լավ գիտեն մեր զգացմունքային դաշտը։ Լավ, էջը ուսումնասիրեցինք, մոտավորապես հասկացանք, ասում ենք, մի րոպե տեսնենք, իսկ այս էջը որ մյուս էջերին է հավանում։ Մեկ էլ այստեղ տեսնում եմ 3 բան։ Երևի պատպիսկեքից եկա, նայում ենք, բլոգեր AM։ Ասում ենք, տեսնենք, այս բլոգեր AM-ը ինչ է։ Չզարմանաք, ժողովուրդ ջան, բացում ենք բլոգեր AM-ը, որը որ մյուս էջը պատպիսկա է հետ, այսինքն իրար կապված է։ Թերթում ենք ու մեծ ծանոթ նույն նկարները, բառացիորեն նույն գրառմամբ, տեսա նույն զինվորը Հեսա Էդմոն Մարուկյանին էլ կասենք նույն աղջնակը,
նույն Որկմանն ու Չուկը հասկանում եք, նույն բժիշկը հասկանում եք։ Ու այսպես 100-ով բացացա։ Ամեն մեկը մի հետաքրքիր անունով, միասնական Հայաստան, աշխարհի ամենաճիշտ լուրեր, մյուս ժողովուրդ ջան, չի կարելի սրանց բանի տեղ դնել կամ սրանց ինֆորմացիային հավանել կամ չհավանել։ Դուք դրանով ձեզ դնում եք ուղիղ կախվածության մեջ։ Ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք։ Դա այդպես է աշխատում։ Մի հատ էլ է ճիշտ ասած նյութ գտել, որ ուզում է ձեզ ցույց տալ։ Ոնց որ կորել է դա մոտիցս ցավում եմ, ժողովուրդ ջան։ Այդ մեկը արդեն կորել է մոտիցս։ Հա, չէ, ափսոս։ Մի րոպե սկրինշոթ էլ չունեմ դրանից։ Չէ, չունեմ։ Լավ, ոնց չլինի, կգտնեմ, կբերի։ Մի հատ ստեղ ամեն դեպքում գրեմ տեսնեմ։ Կարա լինի։ Странիցի Չէ, ցավոք չկա։ Բայց ոչինչ։ Ես դրան կգտնեմ ու այդ էլ մյուս անգամ էլի փոքրիկ sense բան էքսկուրս կանենք մեդիա գրագիտության ժողովուրդ ջան։ Խնդրում ենք մի բանում վստահ եղեք։ Ցանկացած անհրաժեշտ լուր չի կարող պաշտոնական կողմը չներկայացնել։ Մենք վաղուց արդեն 7-րդ տարին է բռնապետություն չենք։ Արդեն 7-րդ տարին է հանրային հեռուստատեսությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովրդի բոլոր հատվածների համար ներկայացնում է այն ինչ որ ներկայացնում է։ Հատկապես լուրերը շատ լուրջ են անդրադառնում բաներին, այնպիսի թեմաներին, որոնք որ լայն տարածում ունեն։ Այնպես որ նմանատիպ էջերով ինչ հայտարարություններ կտեսնեք Փաշինյանի նկարով, Ալեն Սիմոնյանի նկարով, չգիտեմ, Քոչարյանի նկարով, մյուս գործ չունեք մի մտեք, բան մի գրեք, բլոկեք, այն վերևի 3 կետիկների վրա սեղմում եք զաբլակերով այդպես։ Սեղմում եք մաքուր պահեք ձեր էջերը։ Մեր մեդիա գրագիտությունը իրենից ենթադրում է նաև քննադատողական իհարկե գործունեություն ազատ խոսքի բանով իրացնում։ Եվ դա շատ լավ բան է, բայց մենք պիտի քննադատությունը տարբերենք որոշակի գործողություններից, որ մեզ չդարձնեն օգտակար ապուշներ։ Մենք չպիտի դառնանք մեդիայի զոհը։ Մեդիան պիտի կիրառենք մեր առօրյան։ Ու եթե մենք գրագետ չկարողանանք դա անել, մենք կախում ենք այդ կռուչոկից ու մեզ տանում է։ Այդպես են քիչ-քիչ նաև տերորիստներ պատրաստում։ Հետո մի օր մեկը դառնում է տերորիստ, հետո կանարում երկար տարիներ վնասած է լինում, լավագույն դեպքում կարող է այդ ժամանակ ասի, բայց ես ինչ գործ ունեի, էլի իսկականից, էսում հավատացի, ի հավատացի։ Այսպես բաներով։ Իմիջայլոց, հիշեցնեմ։ Երբ որ այսպես կոչված սրբազան շարժում էր սկսվում, ու ձախողվեց, Անժիկը իր բուտկայում նստած խիստ նեղված խոստովանեց, ասես ուրեմն մենք 45 կայքով աշխատենք դրա համար ու ձախողվի։ Գիտեք դա ինչի մասին է։ Ասում է որ մենք 45 կայք զուգահեռաբար անընդհատ նույն բանն ենք լցրել։ Դա մենակ 45 կայք։ Ես չեմ խոսում այսպիսի էջերը եւ չեմ խոսում fake օկտատերերը, առանձին մարդիկ, որ մարդիկ չեն դրանք։ Ձեզ մի սենյակա պատի վրա մի 100-200 հեռախոսադրած այնտեղ դրած է արհեստական բանականությունը մի կոմպից կառավարվում է։ Ասենք կարող է Նարեկ Կարապետյանը մի հատ տեսած էլ կլինեք որ կիսվել ենք մեր էջերում։ Մի հատ արտահայտություն ունի, 200 fake-ը էլ կիսեն եւ տակում մտնեն ասեն ջան, վախ, էս ինչ ասիր, էս ինչ իմաստուն մտքեր բա։ Այդ որպեսզի ստեղծեն տպավորություն։ Եվ ասեմ 26-ի ընտրություններին այս սրանք թեմա են լինելու։ Իմիջայլոց Նարեկ Կարապետյանը որ ասում է տարել եք այսքան միլիոն տվել եք մեծ Բրիտանիայում Անգլիայում բան եք բացում, դեսպանատուն, եկեք ստեղ գործարան սարքեցես բաները ասում, մարդիկ կան չեն հասկանում էլի դրա կարևորությունը, ինչ կարող ուտուտ է։ Ուրեմն տեսեք, Հայաստանի Հանրապետությանը 15 միլիոն եվրո է հատկացվելու, որպեսզի 26 թվականի ընտրություններին մաքսիմում փորձեն մեդիա տիրույթով այդ մանիպուլյացիաները եւ այլն անվտանգությունը պահեն։ Դա կարա բավարար լինի, կարա բավարար չլինի, ձեզ ասեմ։ Երկրորդ, այդ Անգլիայից տեսակ, հյուր ունենք, այստեղ էլ գրասենյակ, բան, այս կողմենքով։ Հիմա երբ որ օրինակ Ադրբեջանի հետ մենք պատերազմի մեջ ենք, ինչի էր աշխարհը լուր։ Որովհետև Նարեկ Կարապետյանի քաղաքական քավորներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, հատկապես Ռոբերտ Քոչարյանը, որոշել էին, որ Ռուսաստանից բացի ոչ մի տեղ ոչ մի բան մեզ պետք չի, ինչներից է պետք։ Եթե մենք միևնույնն է կզածենք Ռուսաստանից դիմաց, մեր ինչին է պետք մյուս բաները։ Մենք չենք որոշողը։ Հասկանում եք, այդ նույն թեզերն են մարդիկ առաջ տանում։ Ձեր մեջ այսպես նկարներով հուսահատություններ ներարկելով, այլ պատկերացումներ ներարկելով եւ այլն եւ այլն։ Բայց եթե թարսը նստենք դուզը խոսանք, այն որ Եվրոպայում պատերազմը սկսվելու առաջինը դրա մասին հենց Նիկոլ Փաշինյանը բան արեց, ակնարկեց, որ եթե այստեղ հաջողում են այս ուժերը
իրավունքի ու անվտանգության դեմ այսպիսի ոտնձգություն աշխարհ, ապա հաջորդ պատերազմը Եվրոպայի կենտրոնում է պայթելու։ Եվ դա անխուսափելի էր, եւ այդպես եղավ։ Այդպես եղավ, դա պայծառատեսություն չի։ Դա ընդհանրապես կարգոկանոնը լավ իմանալը նշանակում, թե ինչը ինչպես է աշխատում։ Այո, մենք պիտի մեր էմոցիաները զսպել կարողանանք ու սկսենք սառը դատողություններ անել։ Մեր թե սերը, թե հարգանքը, թե թշնամանքը պիտի կարողանանք կառավարել։ Եթե մենք չկառավարենք, հավատացեք, մեր փոխարեն ուրիշները կկառավարեն ու մենք այդտեղ հետ շահեկան դիրքում չենք լինի։ Իհարկե մեր բանը այտենց կգոհացնեն ինչ որ ձևով, էլի, բայց դա այդպես չի։ Իրականում մենք այսպես աչքերներս կբացենք, կտեսնենք, որ իրականում մենք կծված ենք ու արդեն ոչ մեկ ենք։ Հասկանում եք, խոսքը այս բաների մասին է։ Ու այսօրվա դարում սա մեծագույն նշանակություն աշխարհի լյուբոյ մարդ գրեթե այս դրա մեջ կլանված է։ Ու 90%-ից ավելին չեն կարողանում օգտվել սրանով իրենց մատուցած տարբեր նյութերից, տեսանյութերից եւ այլն։ Նայել կարողանում են կարդալ նույնպես։ Ես չեմ հասկանում ինչ են տեսնում, ում գործիքը կարող են դառնալ։ Այդպեսի բաներ էլ կա ճիշտ է։ Սա հին արվեստ է, այդպես է։ Պարզապես այսօր ժամանակակից տեխնոլոգիաներով։ Մեր ավելի մեծ սերունդը առհասարակ բարդ ամբռնելու, որովհետև ու դա նորմալ է, որովհետև մեր ավակ սերունդը ավելի մաքուր է եղել, քան մենք, հա, որովհետև իրանք չեն հավատում, որ կարա մեկը նստի, նայի դեմքիդ ու սուտ խոսի։ Ոնց թե հեռուստացույցը խափում, հա։ Կարա լրագրողը խափի։ Հասկանում եք, այսպես դժվար է իրանք համար հավատալ այդպես բաների։ Մի բան է, ասես ով է ասել, ասես Facebook-ը մարդը տպավորվել է ու նրանք աշխատում են հենց դրա վրա։ Այ դրա համար են նաև մեզ նման մարդկանց վրա աշխարհի կեղտերը հորինում, աշխարհի կեղտոտությունները հորինում, պախարակում եւ այլն, որպեսզի մեր դիտողականությունը ցածր լինի ու իսկ մենք ինչ ենք անում։ Ասենք օրինակ, ես ինչ եմ անում։ Ոչ առանձին վարձատրություն ունեմ։ Ոչ պաշտոնի եմ ձգտում։ Ոչ ես, ոչ են։ Որն է իմ խնդիրը։ Փորձում են ներկայացնել, որ ուրեմն ինքը քանի որ տակից միլիարդներ, ասես բան է խոսում։ Ասես ապուշ բաներ։ Ու մարդիկ էլ սկսում են չհավատալ, բայց չէ՞ որ ես իրաց ոտը տրորում եմ, դրա համար են դա խոսում։ Մոտավորապես այսպես ափսոս են մեկը չգտա ժողովուրդ ջան։ Չգիտեմ, երևի Նարեկ Կարապետյանին այս անգամ չարժի, չէ՞, անդրադառնալ։ Հա, մեկ էլ հանրայինով երբ որ գտա ոնց լուրեր դժողքից էջը նայեք մի րոպե ես բան թող ոնց անեմ ահա էջը լուրեր դժողքից էջա ինքը ոնց բացում նայում ես ինֆորմացիա իր մասին հետաքրքիր պատվիսչիկներ ու սենց ծաղրեր է գցած, էլի։ Շատ են կիսում իշխանությունների ներկայացուցիչներին, բայց այսպեսի մի հատ բան է գրած, գրառում կա, որը ինձ գրավեց։ Դրված է Նիկոլ Փաշինյանի նկարը, 8 ժամ առաջ։ Առաքելական սիրելի քույրեր, եղբայրներ ու այլք, բոլորիս Սուրբ եկեղեցու բարենորոգման համար կգործի հատուկ հիմնադրամ, հայ առաքելական ռեֆորմատորների ինվեստիցիոն ֆոնդ։ Հակագծերով, եթե հապավումը կարդանք, հայ առաքելական ռեֆորմատորների ինվեստիցիոն ֆոնդ կարդացվում է հարիվ։ Ուրեմն եթե ժեով փոխանենք հարիվ։ Հիմնադրամը ղեկավարելու են Նարվասատ arczepiskopos կճարան ու Տիգրան Ավինյանը։ Այնտեղ հավաքված գումարներն ուղղվելու են դրոշների, հիմնի համար դինամիկների, եկեղեցու, ավտոտրանսպորտի, սրբերի նկարների թարմացման ու մոմի սուբսիդավորման ծրագրերին։ Հարիվին աջակցել կարող է յուրաքանչյուրը, դեպոզիտները կտեղադրենք մեկնաբանություններում։ Մարդիկ այս սարկազմը չեն հասկացել, մտել են տակը, մեկը գրում է բրավո, մեկը вообще որպես անիֆի դուսը ձեռնարկություն։ Մի հատ քննարկում ա ուռել ստեղ ժողովուրդ ջան։ Քննարկում ա ուռել գնա գալիս եմ, ասում եմ լավ, հələ մի րոպե էլի։ Հələ մի րոպե։ Մի հատ մտնեմ, եթե դրած է Փաշինյանի նկարը, ուրեմն Փաշինյանի էջում կլինի։ Լուրը նախ պետքա ճշտել։ Մտնում ենք Փաշինյանի էջ։ Նայեք մոտավորապես 8 ժամ առաջ բան չկա։ 5 ժամ առաջ Նազիկ Աբդալյանի հետ քննարկվել է մարզական կենտրոնի կենտրոններ հիմնելու ծրագիրը, ինչը ողջունում եմ, բացի ողջունելը ասեմ ավելի։
Ես շատ կուզեի կոնկրետ Նազիկ Ավդալյանի մասին գեղարվեստական ֆիլմ նկարվեր, նու ոչ թե բան փաստավավերագրական, հա, կենսա բան, հա, գեղարվեստական ֆիլմ։ Ասում եմ կա, լելով կփնտրեմ, ասում եմ կա, ինձ ուզում եմ ոչ չի լինում։ Նոր ֆիլմ։ Շատ լավ բան է, որովհետեւ մեր չեմպիոնները այո, պետք է իրենց ապրելու օրոք մեծարվեն շատ։ Իսկ Նազիկ Ավդալյանը հրաշք։ 6 ժամ առաջ, թե ինչու է մեր պետությունը մեր ինքնությունը, քննարկում։ Եթե մենք հիմա Եվ 10 ժամ առաջ Հայաստանի Ծառայական Սուրբ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիչ Ներսիսյանի հերացումից հետո։ Օ, մեր ընկերը Վարդան ջան գնացել ես ապեր։ Վարդան ջան, եթե ստեղ ես ուշադիր եղի, զավթանում։ Ուրեմն ճանապարհային քարտեզնա հերացումից հետո կաթողիկոսական տեղապահի ընտրություն։ Այդ ԺՊՆ-ն էլի մոտավորապես։ Հայաստանի Ծառայական Սուրբ եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանության։ Հայաստանի Ծառայական Սուրբ եկեղեցու կանոնագրքի ընդունում, դե չի կարդացել է, բայց եթե Վարդան ջան ստեղից դա է մոտավորապես ոնց պատկերացրել է, այդպես էլ կա, որտեղ տրամաբանությունը դա է ուժում։ Պետք է կանոնագիրքը պետք է անդրադառնա։ Հայաստանի Ծառայական Սուրբ եկեղեցու կանոնագրքի ընդունում, կանոնագիրքը պետք է անդրադառնա Հայաստանի Ծառայական Սուրբ եկեղեցու հոգևորականի բարեվարկության կանոններին եւ դրանց ապահովման երաշխիքներին։ B. Հայաստանի Ծառայական Սուրբ եկեղեցու ֆինանսական թափանցիկությունը եւ դրա ապահովման երաշխիքներին։ G. Հայաստանի Ծառայական Սուրբ եկեղեցու ապակաղակական լինելու անհրաժեշտությունը եւ դրա ապահովման երաշխիքներին։ D. Հայաստանի Ծառայական Սուրբ եկեղեցու գործունեության համապատասխանությանը ՀՀ հարկային օրենսդրությանը եւ դրա ապահովման երաշխիքներին։ ՀՀ օրենսդրությունը իր հերթին կնախատեսի երաշխիքներ, որ Հայաստանի Ծառայական Սուրբ եկեղեցու գործունեությունից գոյացած եւ պետական բյուջե վճարված հարկերը եւ տուրքերը ամբողջությամբ կվերադարձվեն Հայաստանի Ծառայական Սուրբ եկեղեցուն։ Անկամ բանավոր ձևով ասելա մի բան էլ ավեն։ Հոգևոր ծառայողների սոցիալական երաշխիքներին, բայց չգիտես ինչի, այս մարդիկ մեկա չեն ուզում։ Հասկանում եք, չէ՞ խնդիրը որտեղ է։ Քանի անգամ այս մասով ասել, ապա ջան, հարկու դուրս պիտի մուծեք, ասեն, մեզ հարկում եք բան եկան։ Ցնեն լսեք, ձեր մուծած հարկու դուրսը մենք կվերադարձնենք էլի ձեզ, մի բան էլ ավել։ Բայց դուք պիտի մուծեք, դա չի կարա չմուծվի։ Սրանք էլի կռիվ են անում, ինչի համար, որովհետև սև շուկան է փակվում։ Հասկանում եք։ Հոգևոր ծառայողների սոցիալ այս է իրանց աստված բանը եկեղեցա պաշտությունը։ Եկեղեցին իրանց համար բիզնես միջավայր է, սև շուկա։ Հոգևոր ծառայողների սոցիալական երաշխիքներին եւ դրանց ապահովման երաշխիքներին այնպես որ հոգևոր ծառայողները կൂട്ടակային կենսաթոշակային համակարգից եկամտային հարկի վերադարձից սոցիալական կրեդիտներից առողջապահության համընդհանուր ապահովագրությունից լիարժեք օգտվելու հնարավորություն ստանան։ Ներկայումս հոգևոր ծառայողները հիմնականում չեն օգտվում այդ համակարգերից վարձատրության արձանագրված համակարգ չունենալու պատճառով։ Երրորդ կետը ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններ համաձայն արդեն նոր կանոնագիրք, այսինքն նոր կանոնագիրքը կընդունվի, կամրացվի, կֆիքսվի ու ըստ դրա կընտրվի։ Այսինքն հիմա այս պայծառությամբ ոչ ոք չի կարող շուտ ասի։ Հետգրություն։ Կանոնագիրքը քննարկում եւ ընդունում է նման իրավասություն ունեցող եկեղեցական մարմինը։ Տեղապահի միջնորդության դեպքում կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի կանոնագիրքի նախագծի մշակման աշխատանքներին։ Հետո հիշում եմ 12 ժամ առաջ մանկապարտեզի բացումը Շիրակի մարզի Ախունյանի Շիրակ բնակավայրի նռան է մսուր մանկապարտեզը կառուցված եւ համալրված է նորոգույթով։ Աղջիկս ինձ նամը նռան է։ 13 ժամ առաջ ուրիշ բաց այսքան չկա տենց հրապարակում։ Հասկանում եք, չկա այն հրապարակումը, որը որ էս fake էջը տարածել է այս լուրեր դժոխքից։ Ոստի սա հակված է խափելու։ Ինչ ենք անում վերևի 3 կետը զաբլակերովեց։ Всё, գնաց։ Հասկացա՞ք։ Սա մի խոսքով եկեք եզրափակելով ասեմ հետեւյալը Հայաստանում եղել է որոշակի մի շերտ դեռ սովետական միության ժամանակներից որ պետությունից տանելը լավ տղություն է սրանք հետո եկել են իշխանության զավթել են իշխանությունը խայտարակել են Հայաստանը իրենց փողասիրությամբ եւ փողի ու պաշտոնի դիմաց ամեն ինչ տալով անց են կացրել Հայաստանը նվաստացման բոլոր փուլերով Նաև դա է մեր հոգեբանության մեջ դրած դրա համար մենք այ փնտրում ենք միշտ աշխարհում մի հայտնի հայ մարդու որ sense փորձենք մեզ կապել այդ տեսակի հետ որովհետև այստեղ ամեն ինչ արել են Հայաստանն եւ Արցախը վերածելու լեշի որպեսզի իրենք անգրի նման անընդհատ օգտվեն այդ իրենց համար նախատեսված սնունդից եւ հիմա քանի որ չեն կարողանում որովհետև լեշը չկա կյանքն է գնալով Իհարկե դժվարությամբ ծանր, բայց ոտքի է կանգնում, իրենք այստեղ սոված են արդեն, այդ չհասկացանք ես ինչ է կանում։ Եվ դա տարածված է եղել թե պետական կառավարման ոլորտում, դա եղել է բանակում, դա եղել է եկեղեցում, դա եղել է ամեն ուր։ Ամեն գյուղ, ամեն մարդ։ Դրա տուժածն է եղել։ Քույրս 2 օրով եկել էր Հայաստան։ Այսօր առավոտյան եմ եկել ճանապարհել։ Ես չգիտեմ իրանք մեծ ընտանիք են արդեն կգան հիմնական երբևէ Հայաստանում ապրելու թե ոչ
Բայց ես միշտ ասել եմ ու կասեմ, ես նախկին 3 նախագահների հանդեպ ունեմ իմ անձնական ատելությունը, նաև որպես քաղաքացի, որպես պետության քաղաքացի։ Առաջին նախագահի ժամանակ քանդվեց իմ մեծ Գերդաստանը, ամեն մեկը աշխարհի մի ծայր, Ռուսաստան հիմնականում, Ամերիկա, Եվրոպա, չգիտեմ որտեղ արենք։ Երկրորդի դեպքում քանդվեց իմ ընտանիքը, ամեն մեկը միտեղ, քույրս, մի ժամանակ ծնողներս էին ուրիշ երկրում, ես էստեղ։ Երրորդի ժամանակ իմ փոքր ընտանիքը, երբ որ լավա մենք քանդվել ասելով բան եղավ էլի։ Երբ որ դեռ դուստրս չէր ծնվել, տղաս մի տարեկան էր, ես ստիպված եղա թողնեմ գնամ Ռուսաստանի չոլերը։ Այս սա է եղել, սա իրանց կառավարումն է եղել, քանդել հայ ընտանիքները, քանդ ու քարափանել Գերդաստանները։ Հասկանում եք, կարոտ եմ մնացել, ես երեք քրոջս հետ էի ասում։ Ես կարոտել եմ մի հատ մեր ընտանիքով նստել, մի հատ ընտրելուն, կամ նախաճաշելուն։ Ծույլում ձված է։ Բայց որպեսզի բոլորս ներկա լինենք, ես չունի, մեկը լինի, մյուսը էլի չլինի։ Բոլորս ներկա լինենք։ Այսպես խնդիրներ կան։ Ու այս բարոյական ծանր վիճակը նույնպես օգտագործվել է հայ մարդու դեմ պետության դեմ։ Ու սրանք նստել են ինչ-որ հարցազրույցներ, բան մեր հայրենիքը, պետությունը, գալիս այստեղ կապիկլամիշ են լինում թռնում են, Արմինեն մեռավ բլոկելով արդեն։ Այ դրանց նմանների կաթողիկոսը այո Կտրիշ Ներսիսյանն է, դրանց նմանների նախագահը այո Ռոբերտ Քոչարյանն է, դրանց նմանների արդարադատությունը այո Հրայր Թովմասյաններն են ու դրանց աղվան ինչան էր Հովսեփյաններ, ինչ են, աղվան Հովսեփյանները, այդ դրանց նմանների ազգային հերոսները են Քոչարյաններն ու Սերժերն են, այդ դրանց նմաններ որն ասեմ էլ որն ասեմ, այո, մենք այդ ամեն ինչին ենք բրցնում, որովհետև դա մերը չի, մերը մենք ենք որոշում որն է, ոչ թե Ռուսաստանը կամ մեկ այլ երկիր պիտի որոշի թե որն է, մեր երկրի տերը մենք ենք, ամեն մեկս պիտի հասկանանք, մենք պիտի իմանանք, որ այ հիմա շքամուտքից դուրս եկանք, ոտքներս դրեցինք, չէ, ասֆալտին, այդի մեր ասֆալտն է, ուրիշինը չի, այդ ասֆալտը եթե վատ վիճակում է, մենք չպիտի օտարենք մեզանից, պիտի ասենք այ մեր ասֆալտը էս վիճակում է, որպեսզի ուզենք ուղենք, ուզենք շտկենք, չպիտի օտարենք մեզանից, չպիտի ասենք այն ինչ այն ծառերը հատել են այնտեղ, չէ, դա մեր ծառերն են, ու հատելու համար պիտի հստակ դրա բաները լինեն, հիմքերը Ծարտնկելը նույնպես մեր մասին է, մեր համար է, ամեն ինչը մեր պետության մեջ մերն է, այդ աղբամաները որ գրան են գցում եք ենկոմ, դա մերն է, արժի կոտրել, ջարդել վնալ, մենք ինչ ենք, այ գիտեք, այսօր ես էլ ասեմ նոր էլի ժողովուրդ, այնց ինչ-որ սենտիմենտալ ավարտ ունեմ, այսօր մեր ռեժիսորի հետ վերջում եթերից հետո զրույց ենք անում, ասում եմ, բարոյականության կարևորությունը որտեղ, հիմա կարող է ուղիղ կապ չգտնեք, բայց կարող է ծիծաղելի ինչի կամ ասեք, լավ շատ ես խորացել սուրվել, բայց դա այդպես է էլի, տեսեք, այն որ սենց ովքեր մեքենա են վարում կհաստատեն, այն որ սենց գալիս ես արդեն պիտի բանանես, մեկ էլ այս կողքից իրենց Յանի Շուստրի են, էլի ուրիշ գծով գալի, վերջում դեմդ գծում իրանք են, չեն մտնում, չեն ուզում հերթ կանեն, էլի, իբր իրենք շատ ավելի կարևոր են իրենց գործերը, այ դա մեր ներսում եկեղեցու պակասից է, անգամ դա, մեր երկրում մեծերին հանդեպ այս արհամարհական վերաբերմունքը եկեղեցու պակասից է, մեր իրար խփելը, ազգային ժողովում դրել ասում են հանցագործությունը շատացել է, ուր է նայում իրավապահ համակարգը, գիտեք ինչ, ես չեմ կարծում այդպես, ես կարծում եմ, որ դա ոչ թե իրավապահ համակարգի վատ աշխատելուց է, այլ նաև կարող է տեխնիկական մասով, բայց դա հենց եկեղեցու պակասից է մեր ներսում, որովհետև մենք իրար, երբ որ նայում ենք, իրար հետ, իրար չենք հարգում, որ դիմացինը կարա ունենա ուրիշ պատկերացում ինչ-որ հարցի, մենք դա չենք ուզում հարգել, կարող ես դու չընդունել, ես դու չես կարող չհարգել, մենք իրար մեջ, եթե մենք եկեղեցի, դուք ո՞նց եք կարծում, այն երիտասարդը, որ մի անգամ թեկուզ գիտակցված ձևով եկեղեցի գնացած լինի, հետո նա մարդ կսպանի, փողոցում դանակը կհանի կողքի սիրտը, ես իմ ինչի համար, ես չեմ կարծում որ դա ստերի կան։ Իհարկե նա կարող գիտի թշնամին որտեղ է, ու հարկեղած դեպքում զենք ձեռքը կվերցի պաշտպանելու իր հենց այդ եկեղեցին, նաև։ Բայց կանի այդպիսի բան, չի անի։ Կմտնի մեկին սրբություններ հայհոյի, չի անի։ Այ քանի որ եկեղեցին մեր միջից պակասել է, այ սրան ենք ասել, այսինքն, երբ որ երկու հոգի խոսում են, մենք չենք հասկանում, որ համ օրինակ, այս պարագայում համ ես եմ Աստծո ստեղծածը, համ դիմացինը, որովհետև մենք մարդ ենք նախ եւ առաջ։ Մենք իրար մեջ Աստծուն չենք տեսնում։ Եվ դա նախ եւ առաջ եկեղեցու պակասից է մեր ներսում։
Եվ այո, մեր առօրյա շատ հարցեր, մեր շփման ձևերը, մեր խոսքի կառուցումը եւ այլն։ Մեր այսօրվա խնդիրները մեծամասնությունը բարոյականության պակասից են, կրթության պակասից են, մշակույթի պակասից են, ավանդույթի պակասից են, հենց եկեղեցու պակասից են։ Այն տերտերը, որ Վովային Հակոբյան կամ Լևի գնացել է, ասես բաներ են խոսում, ով նա պիտի ինձ ծանոթացներ օրինակ Հիսուս Քրիստոսի հետ։ Գիտեք ոնց է։ Տարական բան ասեմ, էլի։ Քրիստոնեությունը նախ մինչև որպես հավատք լինելը, նախ եւ առաջ արժե համակարգը։ Առհասարակ ցանկացած ես հարգում եմ բոլոր կրոնները աշխարհի։ Ինձ համար բան է։ Ընդունում եմ քրիստոնեությունը ինձ համար, բայց հարգում եմ մյուս կրոնները նաև։ Որովհետև ես գիտեմ, որ կրոնները մարդկայնության մասին են։ Ես այսպես գիտեմ։ Իհարկե չարաշահողները չարաշահում են նաև Աստվածաշունչը։ Բայց կրոնը ենք Իրանով, հավատք ենք Իրանով, լավ բանի մասին է։ Սա արժե համակարգ է։ Ես պարզապես այս թեման ճիշտ է խոսացել եմ հաղորդման ժամանակ, բայց թույլ տվեք մի քանի րոպեով սրան անդրադառնամ։ Ուզում եք իմանալ սրանից մի քանի հազար տարի առաջ ոնց էր կյանքը։ Միջավայրը, մարդու միջավայրը ինչպիսին էր։ Բացում ենք Աստվածաշունչը, կարդում ենք 10 պատվիրանները։ Ինչ է գրած։ Մի սպանիր, մի շնացի, չէ, դիմացինի ծիրիր, ինչպես մի խոսքով մեր ձավորի բան։ Եթե ասում եմ մի սպանիր, ինչ որ պահի, ուրեմն սպանությունը այդ ժամանակ եղել է շատ սովորական բան, որը Աստված ասել է, արա մի սպանի։ Մեկին չի ասել, չէ, բոլորին է ասել։ Ասում մի շնացի, ուրեմն այդ ժամանակ շնանալը եղել է շատ հասարակ առօրյա։ Հասկանաք, այդպեսին է եղել կյանքը։ Ինչ որ պահից Աստված ասում է, SSS բաները գտնում է մեկին ու միջոցով, որ ինչի է գտնում, ինչի է այդքան թողնում որ բան լինի։ Ինքը պիտի գտներ մեկին, որ մաքուր է, որովհետև պատկերացրեք, նույն քաղաքականությունն է, այս որ ասում ենք ընդդիմությունը, երբ որ գալի քննադատում է իշխանությանը, ձեռ են կառնում ենք, որովհետև կարող է քննադատել, պետք է, բայց չի կարելի անի ընդդիմությունը, որը որ ժամանակին իշխանություն է եղել։ Որովհետև անտեղ կարաս ասես Բաքո ժամանակ ոնց էր, չէ՞։ Ասենք, այստեղ խնդիր կա, էլի, դեզոնանս առաջանում։ Նույնը այստեղ Աստված չի կարող մի կեղտոտի միջոցով դա ասի, որովհետև մարդիկ նրան չեն, ասեմ, բա դու լքես նա յարա։ Դու ինքդ մարդը սպանես, եկել մեզ ասես մի սպանեք, չեն ընդունի։ Հասկանում եք։ Դրա համար պիտի մի հոգի բերեր, ժառանգաբար հասնել մաքրման ֆիլտրացման process-երով միտեղ, որ երբ որ ասել ու սա գնալ մարդկանց ասել, մարդիկ ընդունեն։ Ընդունեն, ասեն դե մեկով ասում։ Այն նրա հետ հա Աստված կխոսար։ Հա, կարող է տանք ինչու՞ չէ։ Հասկանում եք, սա նյուանս կա։ Ինչ որ պահից գալիս է Հիսուս Քրիստոսը։ Աստծո որդին, մարդկանց մեղքերը հավաքելու։ Սա արժե համակարգի մասին է։ Ու ինքը ասում է իր ապրելաձևով, ցույց է տալիս ինչպիսին է պիտի լինենք։ Կարող է մենք կարդանք չընկալենք, դրա համար էլ Աստվածաբաններ եւ այլն, իրենք պիտի գործեն, իրենք պիտի լինեն այդպիսինը, որպես երբ որ մեզ ասում են, մենք ընդունենք դա որպես բան։ Ասենք պատկերացրեք, եթե հիմա Կտրիշ Ներսիսյանը քնի հենի, ասի Երազից Քրիստոսին եմ տեսել ժողովուրդ, նա ասում էր, որ մենք պետք է այս բանը սենց անենք, ոչ մեկ չի հավատա, չէ՞, որովհետեւ բոլորս գիտենք, որ ինքը չի կարող Աստված իր միջոցով խոսա մեր հետ։ Խնդիրը ստեղ է։ Հիմա, այսինքն դա արժե համակարգը, մարդը ինչ որ մի վիճակից տեղափոխվում է մեկ այլ հարթություն, այլ նորմատիվներ են սկսում գործել։ Կամ պետք է այլ նորմատիվներ գործեն։ Արդեն։ Այդ վիճակից մեկ այլ հարթություն, պրոգրես։ Գնել ջան, բայց դեպքում մնացած բենտլիավորներին էլ ասա վերաբերվում։ Իհարկե բոլորին է վերաբերվում։ Նասա ջան, եթե կարծում ես ես պիտի նստեմ մի քանի որ մի քանի հոգի հանդիպել են Փաշինյանի հետ, ես պիտի ասեմ, ա չէ, իրանք լավն է։ Չէ։ Չէ։ Բայց այդտեղ նայ խնդիրը որտեղ է, էլի։ Ստեղծված է եղել տասնամյակներով միջավայր, որտեղ դու նույնպես պիտի կամ լինեիր խաղալիք, կամ լինեիր բան, Կարաբաս Բարաբաս։ Հասկանում ես, այդ միջավայրը նպաստել է դրան։ Ես չեմ արտարացնում, այո, նրանք նույնպես պիտի մաքրվեն, բայց ինչ պիտի անեն։ Բայց ինչ պիտի նորոգման process-ը, գիտես ինչ երկար է տևելու։ Բայց արի ես մի հատ օրինակ քեզ բերեմ։ Մի հարազատ կա։ Երիտասարդ տղա է, սովորել է, շատ լավ է սովորել է ռազմական ակադեմիայում, գնացել արտերկիր, վերապատրաստվել է, վերադարձել է, նշանակվել է զորամասում աշխատանքի։ Պահեստում։ Ու հիմա ինքը մի միջավայրում, որտեղ սովորեն, որ պիտի իրանց հետ դու համագործակցես։ Եթե ինքը չհամագործակցի, իր գլխին կսարքեն, ինքը մենակ է։ Կկոտրեն, կսարքեն, ու ճաշում են։ Եթե համագործակցի, ինչ որ մի օր կամ պաստավկա կլինի, կամ պալյուբոմում կբռնվի, չէ՞։ Բայց եթե այս համակարգում էլի մեկը, երկուսը գիտակցեն, թեկուզ էր ժամանակին քակ են կերել, բայց գիտակցեն, որ պետք է վերափոխվեն գոնե նոյեմբերի 9-ից հետո,
Արդեն այստեղի դիրքերը մի քիչ լավ է կլինի։ Ինքը չի կեղտոտվի։ Կսկսի որոշակի process-ներ։ Այս իմաստով ես ողջունում եմ նրանց, ովքեր որ այդ մի քանի սրբազանություններին, ովքեր որ քայլ արեցին։ Ընդ որում իրենց քայլը չի եղել, որ Փաշինյանի օրակարգով շարժվեն։ Իրենց քայլը եղել է, լավ ո՞նց անենք, որ հարցը նենց լուծում ստանա, որ հնարավորինս քիչ վնասվի եկեղեցին։ Հասկանում եք։ Հիմա իրանք ինչ են արել, ինչ չէ, չգիտեմ, նախ գլխավոր մեղավորին պետք է հանել այդտեղից։ Ով որ ստեղծել է այդ միջավայրը։ Եվ այո, եթե հնարավոր է, պետք է հանել հենց այդ քո ասած բենտլեավորների միջոցով նայել։ Նրանցից լավ ես ու դու չգիտենք։ Եվ ես այստեղ ողջունում եմ այդ իմաստով քայլը, բայց դա չի նշանակում, որ հարցեր չկան իրենց, կամ իրենք կարող են հետո տենց էլի։ Չէ՞ որ ես տեսել եմ Մասիացոտնի առաջնորդին սրբազան կոչվող շարժման սկզբում բան անելուց, այնտեղ ներկա գտնվելուց։ Բայց չէ՞ որ նաև մարդը սխալական է։ Հարցեր կան։ Բայց իրենց գործոնը մի փոքր այլ է։ Ոստի ես նրանց առայժմ զորակցում եմ, որովհետև նրանք կարծում եմ ուզում են փորձեն շտկվել եւ շտկել իրավիճակը։ Թող շտկվեն։ Շտկեն իրավիճակը, մնացածը արդեն նոր կաթողիկոս ու նոր միջավայր կստեղծի։ Նոր օրենքները, ամուր ավելի վերահսկողական մեխանիզմները եւ այլն եւ այլն։ Եվ կարծում եմ այդ վիճակում արդեն գոնե հաջորդ սերունդ կամ այսօրվա երիտասարդ սերունդ սրբազան կամ կուսակրոն այրերի մեջ այլս դիզոնանսները չեն լինի եւ մեր հավատը չի փարատվի բանով էլ ասած չի լոմկավի որոշների գործունեության արդյունքում ընդհակառակը մեզ կանչող կլինի եկեղեցի եթե հոգեվորականներ նորմալ բարձրատրվի ապահովված լինի եւ այլն ես խոսքը քահանաների մասին ամուսնացյալ ովքեր ունեն հազարու մի խնդիրներ հեռավոր գյուղերում իսկապես հազարու մի խնդիրներ եւ նրանք պիտի ինչ որ բանով ձեռքի հետ զբաղվեն չէ ուրիշ չի ստացվում պետք է բայց դա կանոնակարգված լինի նույնպես մինչև ինչքան ինչ ոչ թե նայում ենք բացում ենք նայում ենք հայ առաքելական սուրբ եկեղեցին բանկում բանա 5% բաժնետերը ոչ թե եկեղեցականն եկեղեցին Աշխարհական կարողաններ անում են այդպես։ Տոկոսով փող է տալիս բան։ Թեկուզ լավ բանկային համակարգի միջոցով։ Բայց կոնկրետ, եթե չեմ խաղում կոնվերս բանկներ, որ բանկներ։ 5% բաժնեմ ասել, բարը ես հրապարակել եմ այդ Facebook-յան էջում, բայց վաղուց չգիտեմ, հիմա կգտնեմ թե չէ, փորձեմ էլ կներեք ժողովուրդ ջան։ Մի րոպե։ Մի րոպե։ Ես պիտի գտնեմ դա։ Կոնկրետ Ահա, մի վարքան։ Հա, կոնվերս բանկում։ Ուրեմն, սա կոնվերսի պաշտոնական էջն է։ Սա նշանակյալից մասնակիցների էջն է։ Բացում ենք։ Advanced Global Investments LLC բաժնետերերը։ Hypost Trust Management SRL է հապավումով բաժնետեր։ Հա, այնի 7289, հա, չէ։ Չէ, դի մասնակցության չափն է, մի րոպե։ Սովորական ռեզիդենտ, մասնակցության չափը կանոնադրական կապիտալում 7289։ Այս Hypost Trust Management կանոնադրական կապիտալում 22.11%։ Եվ Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցի իդեմս մայր աթոր Սուրբ Էջմիածնի Բիզնես բան չեմ օրինում, տներեք ուղղակի լավ չի երևում, չգիտեմ։ Սա հրապարակել եմ, 5%։ Անկամ նկարներն էլ կա։ Այստեղ ես մյուսի մեջ կարծեմ ներկայացուցիչ, այս մյուսը ջնջել եմ։ Ներկայացուցիչ նկարներ կար։ Եթե սա եկեղեցուն օգուտ, չգիտեմ ոնց։ Թող կանոնակարգային լինի, որ հարցը չառաջանա, որովհետև այդ հարցերը լուրջ կասկածներ են։ Այդ լուրջ կասկածները հերվացնում են մեզ եկեղեցուց։ Հետևաբար բարոյական արժանամակարգային լրջագույն նորմերից։ Հետևաբար դառնում է դա ազգային անվտանգային խնդիր։ Մենք հայերս պիտի մեր կանանները ինչու չեն քարոզում, կարելի է կարծել ստեղ այդ քարոզի կարիքը չկա։ Չգիտեմ, ցավոտ տանում։ Դե գործով են այդ մարդիկ։ Նրանցից շատերն էլ գիտեք, եթե ինչ-որ մի գրառում պիտի անեն, չէ՞։ 1000 տակ պիտի հարցնեն վերևներով։ Մնացած 1000 տակ։ Մի հատ տերտեր որ կարենաս յուր կանչես հաղորդմանը։ Մինչև մայրաթոր գնումը, մինչև կաթողիկոս, պիտի նույն իրանց ասածով եմ ասում կաթողիկոս, պիտի բան, այդ իշու միշտ է տենց եղել ընդ որում։
Իհարկե հիմա մի փոքր ոնց որ sense բան ա լինում, բացվում է, ու այն կանաներն ովքեր որ ինքնուրույն գալիս ու խոսում են, կարկալույց են լինում, ու sense բան է։ Բա դրա մասին է սա կռիվը։ Մեր եկեղեցին շղթայված է, որը պետք է փոկել։ Պետք է փոկել։ Իսկ փոկելը լինում է մեր ակտիվ մասնակցությամբ այս process-ներին։ Մենք հիմա, գիտես, Իզնես նորմալ մի եսի մինչ ավարտացյալ մարդ դուրս չի գա, ցավոք սրտի։ Վստահաբար այս դիտողներից կամ այսօր այս իրավիճակին ցավ հայտնողներից շատերը։ Բայց մենք ենթագիտակցությամբ հասկանում ենք, չէ՞ որ մենք այդտեղ խնդիր ունենք ու պիտի շտկենք։ Ու պիտի շտկենք, որովհետև մենք չենք ուզում, որ մեր երեխեքն էլ այդպեսին լինեն, կամ մենք ուզում ենք նույնպես փոխվել, վերանայել մեր կյանքը։ Էտա։ Եկեղեցին կա, բայց մեջ մասնություն չկա։ Դες եկեղեցի շինությունը միայն նկատի չունեմ։ Իմիջայլոց, այսօրվա հանրայինի լուրերը նայեք։ Արդեն որերորդ եկեղեցին է այդ հիմնանորոգման աշխատանքները։ Ընդ որում ես տնօրենին այդ կառույցի հուշարձանների, չեմ հիշում ոնց էր կոչվում, այդ կառույցը մտել էսա գտնեմ, որ սա ճիշտ ստացվի էլի, եթերը փակում ենք, գոնե ճիշտ փակենք։ Հուշարձանների պաշտպանության կոմիտեի նախագահ Հարություն Վանյան։ Անձամբ ձեզ շնորհակալ եմ ձեր պարտաճանաչ, սրտացավ ու առելի աշխատանքի համար։ Ձեր անձնական ներդրումը, ձեր բնավորության գծերով հանդերձ, ձեր կրթությամբ հանդերձ շատ մեծ է այն process-ներում ինչ որ տեղի ունեն։ Ընդ որում, ես մի քանի տարի առաջ դե YouTube-ից մեջ կա, եթե գրեք կապտավանք կբերի։ Ոչ թե կապույտներ են ուրիշ բաներ, այլ հենց կապտավանքը կբերի։ Ես այնքան ցավ եմ ապրել, ես նայում եմ արած, մի պես խիպիտ ես եկել, ախր այնպես դրախտային վայրում, շատ հետաքրքիր տեսարան, մի խոսքով ամենաշատն եմ ուրախացել, որ այդ եկեղեցին հիմա հիմնանորոգվում է։ Ամենաշատ։ Ու կտեսնեք, որ դառնալու է բոլորիս սիրելի ուղղություններից մեկը, որը գտնվում է Բերդ համայնքում։ Բոլորիս սիրելի ուղղություններից մեկն է դառնալու։ Ես այս գարունը բացվեց, մի հատ եմ գնալու նկարեմ համեմատություն անեմ։ Հենա մանվելներ սեղա, մանվելիս հետ ենք գնացել։ Դե ինչ, շնորհակալություն բոլորիդ, ժողովուրդ ջան, եթերը դիտելու տարածելու համար, կզրուցենք, sense ինչ-որ շատ մի փոքր այլ զրույց այս անգամ ստացվեց, բայց կարծում եմ դա էլ պետք է։ Խնդրեմ Արմինե ջան, ասա ինչ ես խնդրում, ասում եմ մի բան խնդրենք, Արմինեն մեր մոդերատորն է, չենք կարա իրան չլսենք այս պայմաններում։ Ասա Արմինե ջան։ Լավ, Արմինե ջան, որ շատ երկար չսպասենք, դու իմ համարը նույնն է, խնդրեմ Viber-ով կապվես, կամ WhatsApp-ով, կամ Viber-ով ոնց կես հարմար է։ Կամ սովորական հեռախոսով էլ կարող ես։ Ինչ, շնորհակալություն։ Մամելն իմ ընկերն է, վստահված որն է 1000 տակ ստուգված անց։ Եղավ խոսանք մամելի հետ։ Շնորհակալ եմ բոլորիդ, լավ եղեք Ժորժ ջան, ամեն ինչ շատ լավ է լինելու։ Լավ եղեք, բարի գիշեր։